забивает. Ավարտվեց 2015-2016 ֆուտբոլային մրցաշրջանը։ Մրցաշրջան, որտեղ կայացան տարատեսակ իրադարձություններ։ Այս անգամ որոշեցինք անդրադառնալ հենց ավարտված մրցաշրջանում տեղի ունեցած ամենահետաքրքիր, ամենադիտարժան ու ամենատպավորիչ խաղերին։ Խաղեր, որոնք յուրատիպ էին իրենց բնույթով։ Խաղեր, որոնք առաջացրեցին էմոցիաներ եւ ինչու՞ չէ բարձրացրեցին ադրենալինը։ Հավատացեք, այնքան էլ հեշտ չէ մեծ ու ամբողջական մրցաշրջանից առանձնացնել մի քանի հանդիպում։ Այդուամենայնիվ որոշեցինք ու պատրաստեցինք 2015-2016 մրցաշրջան, հանդիպումներ, որոնք պատմություն կերտեցին։ Ընդհանրապես սուպեր գավաթային հանդիպումների նկատմամբ շատերը ունեն սկեպտիկ վերաբերմունք։ Մեկ անգամ չէ, երբ տեսել ենք, որ թիմերը տվյալ հանդիպումներին ներկայանում են պահեստային կազմերով։ Սակայն Թբիլիսիում կայացած Բարսելոնա-Սևիլիա մրցավեճը ի ուրախություն մեզ հակառակ պատկերը ցույց տվեց։ Իրականում բավականին դիտարժան դիմակայություն ստացվեց։ Էվեր Բանեգայի տուգանայինից դիպուկ հարվածին երկու համարժեք պատասխան տվեց Լեո Մեսին։ Օգոստոսի 11-ի երեկոյան Սևիլիան ապացուցեց բոլորին, որ անհնարին ոչինչ չկա։ Հենց այս խաղում էլ իր անդրանիկ գնդակը Անդալուզիան ակումբի կազմում հեղինակեց Եվգենի Կոնապլյանկան։ Մրցավեճի ելքը վճռվեց լրացուցիչ ժամանակում, որտեղ փայլեց ընդամենը օրեր հետո Լոնդոնի Չելսի տեղափոխվող Պետրո Ռոդրիգեսը։ Ֆանտաստիկ հանդիպում եւ տպավորիչ վերջաբան։ Տեղափոխվենք Մարախլապատ Ալբիոն։ Ավանդույթների համաձայն ամենադիտարժան հանդիպումները կայանում են հենց անգլիական հողի վրա։ Ստեղծել տեսանյութ տպավորիչ հանդիպումների մասին ու չանդրադառնալ Յորգեն Կլոպի թիմերին ուղղակի չի կարելի։ Վստահ եմ, որ Նորվիչ-Լիվերպուլ հանդիպումը լավ կհիշեք։ Խաղ, որտեղ կայացան անհավանական, շշմեցնող եւ ինչու՞ չէ տարօրինակ երևույթներ։ Ճնճղուկների գլխավոր մարզիչ Ալեքս Նիլը նույնպես դավանում է հարձակվողական ֆուտբոլ։ Ահայև Նորվիչ-Լիվերպուլ անունով կոչվող կոկտեյլը ուղղակի ֆանտաստիկ ստացվեց։ 3-1 հաշվով պարտվելուց հետո Լիվերպուլը իրականացնում է իսկական քամբեք եւ ստանում իշխողի կարգավիճակ։ Սակայն խաղավերջում Սեբաստիան Բասոնգի ճշգրիտ հարվածի շնորհիվ հավասարությունը կրկին վերականգնվում է 4-4։ Բոլորին թվում էր, որ հանդիպումը հենց այսպես էլ կավարտվի, բայց Emre Can. Benteke. Corker blocked. Corker again. Lallana has scored for Liverpool. Adam Lallana has scored for Liverpool. And it's 5-4. Լևերկուզենի Բոերին ընդունված է համարել ձախողակների թիմ, որը ի վիճակի չէ որևէ տիտղոս նվաճել։ Սակայն սա չի խանգարում ասպիրինայիններին այնպիսի հանդիպումներ անցկացնել, որի ժամանակ երկրպագուները դեղահաբերի կարիք կունենան։ Խոսքերից վառապացույցը Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարում Ռոմայի դեմ հանդիպումն է։ Ամեն ինչ հոգեբանական տեսանկյունից անկայուն Բոերի համար լավ սկսվեց։ Չիչարիտոն դուբլ ձևակերպեց Ռոմային կանգնեցնելով բարդ խնդրի առջև։ Սակայն գայլերը հակաթույնը գտնել կարողացան։ Նախ փայլեց թիմի հնաբնակ Դանիելե Դե Ռոսին եւ Չիչարիտոյի պես դուբլ ձևակերպեց։ Ապա իրեն բնորոշ վարպետությամբ ստանդարտից կրակեց դիպուկահար Պյանիչը։ Իսկ երբ Ժերվինյայի ու Իագո Ֆալկեի ջանքերից հետո հաշիվը դարձավ 4-2, ամեն ինչ դարձավ ավելի ակնհայտ։ Սակայն Ռոջեր Շմիդտի սաները հանձնվելու մտադրություն չունեին։ Վիրավոր Գազանի պես Բայերը շարժվեց առաջ ու ապահովեց ֆանտաստիկ քամբեք։ Հատկապես տպավորեց Կևին Կամպելի խփած երրորդ գնդակը։ Подхватывает удар с левой ноги в дальний угол. Голешник какой! Мама моя! Кевин Кампель! 3-4. Я же говорил, что они еще забьют. Одного обыграл. Прошел дальше. По штрафную проходит Вендел. Прострел. И 4-4. Я сейчас забегу из комментаторской. 4-4. За минуту Байер забивает 2. Лучший матч года. Просто невероятно! Просто невероятно! Поцелуй в засос за 4-й гол! Անգլիական Լիվերպուլը միշտ էլ օժտված է եղել կամային պինդ հատկանիշներով։ Իսկ ահա Յորգեն Կլոպի հայտնվելուց հետո Մերսիսայցիները դարձան նաև անկանխատեսելի։
Այս պարագայում Պրիմեր լիգայի 21-րդ տուրի Արսենալի հետ հանդիպումը խոստանում էր դառնալ լավագույններից մեկը։ Արդյունքում հենց այդպես էլ եղավ։ Թիմերը միասին վերցրած 6 գնդակ խփեցին։ Մրցակիցները պատերազմում էին առանց դաշտի կենտրոնի։ Ռոբերտո Ֆիրմինոյի հեղինակած դուբլին համարժեք պատասխան տվեց Օլիվիե Ժիրուն։ Պատասխան այն էլ ինչպիսի պատասխան։ Հակահարված, որից հետո զինագործները այս խաղում առաջին անգամ հաշվի մեջ առաջ անցան։ Լուսատախտակին վառվող 3-2 արդյունքը պահպանվեց մինչ հանդիպման 90-րդ րոպեն։ Րոպե, երբ բեմը հարթակ դուրս եկավ Ջո Ալենը։ Here comes Allen! A sprint of delight down the touchline in the snow for Jurgen Klopp. An equaliser in the 90th minute for Liverpool. Drama to the last, as there so often is when these two sides collide. Իսպանական պրիմերան գրեթե միշտ Եվրոպային բացահայտում է նորանուններ։ Ավարտված մրցաշրջանում նրանցից մեկը Սելտայի հարձակվող Մանուել Ագունդո-Նոլիտոն է։ Բարսելոնայի մանկապատանեկան դպրոցի սանը հատկապես փայլում էր մրցաշրջանի առաջին հատվածում։ Ահայև 2015 թվականի սեպտեմբերի 23-ին գալիսիացիները սեփական հարկի տակ անցան Բարսելոնայի վրայով։ Նոլիտոն եւ Իագո Ասպասը ուղղակի քանդեցին կատալանական ակումբի պաշտպանությունը։ Սերխիո Ալվարեսի հուսալի խաղը, Իագո Ասպասի բուլիտը եւ Նոլիտոյի ֆանտաստիկ գոլը թույլ տվեցին գալիսիացիներին իրականացնել պատմական հաղթանակ։ Այս հանդիպումը դիտարկենք որպես ավարտված մրցաշրջանի գլխավոր սենսացիաներից մեկը։ El balón pasado para Nolito, peligro, Nolito mira, el Nolito dispara, madre mía, qué golazo, ¡gol! Խփել 5 գոլ 1 խաղում, այն էլ այս մակարդակում կարող են սակավ խաղացողներ։ Բունդեսլիգայի հերթական 6-րդ տուրում Բավարիան սեփական հարկի տակ ընդունել էր Վոլսբուրգին։ Ինչքան էլ որ անսպասելի էր, առաջին կեսում 1-0 հաշվով հաղթեցին գայլերը։ Սակայն երկրորդ կեսում խաղադաշտում հայտնվեց Ռոբերտ Լևանդովսկին եւ սկսեց հարվածների գրադ իրականացնել մրցակցի դարպասին։ Այն, ինչը տեղի ունեցավ այս խաղում, իրոք պատմություն կերտեց։ Ընդամենը 9 րոպեում Լե հարձակվողը խփեց ոչ ավել ոչ պակաս 5 գնդակ, գերազանցելով բոլոր հնարավոր ռեկորդները։ Ռոբերտը հայտնվեց Գինեսի գրքում, որպես ամենաարագ հետրիկի, պոկերի եւ համապատասխանաբար պենտատրիկի հեղինակ։ 8 րոպե 59 վայրկյան։ Here's Götze, there'll be no let up. There's Lewandowski! Oh no! Oh my word! That's the best of the bunch! Remarkable, inexplicable, absolutely wonderful! Մինչ այդ օրը Լեսթեր Սիթին համարվում էր որպես շարքային անգլիական թիմ, սակայն արի ուտես, որ անհավանական կամքի ուժ ունենալու շնորհիվ աղվեսները գրեթե ոչնչից ունեցան ամեն ինչ։ Փետրվարին կայացած Մանչեսթեր Սիթիի դեմ հանդիպումը ապացուցեց, որ Լեսթերը ունակի հաղթել գռանդերին ոչ թե լոկ հաջողության հաշվին, ոչ թե ավտոբուսային մարտավարության շնորհիվ, այլ հենց զուտ խաղի գործոնով։ Ոչնչացնելով քաղաքայիններին նրանց իսկ հարկի տակ աղվեսները անցան չեմպիոնական ճանապարհի գլխավոր կանգառը։ Հենց այս հաղթանակից հետո Լեսթերին սկսեցին հավատալ գրեթե բոլորը։ Չեմպիոնների լիգայի Բավարիա Յուվենտուս դիմակայությունում բացահայտ ֆավորիտ համարվում էին իհարկե Մյունխենցիները, սակայն հետո Գերմանիայի չեմպիոնը տարբեր պատճառներով զրկվեց միանգամից 6 պաշտպանի ծառայություններից։ Թուրինում կայացած առաջին հանդիպումը 2-2 հաշվով ավարտվեց։ Առաջնահերթ Մարիո Մանջուկիչի ջանքերի շնորհիվ Յուվենտ խուսափեց վերահաս պարտությունից։ Փոխարենը պատասխան խաղի հատկապես մեկնարկում բիանկոներներին կանգնեցնելը ուղղակի անհնարին էր։ Մաքս Ալեգրիի սաները ցույց տվեցին, որ ահեղ մրցակցից չեն վախենում։ Սկզբից գործադրեցին գրագետ պրեսինգ, իսկ հետո ունեցած առավելությունը վերածեցին թվերի։ Հատկապես տպավորիչ էր հիանալի մարզավիճակում գտնվող Ալվարո Մորատայի գեղեցիկ անցումը եւ որոշիչ փոխանցումը։ Այս տարափից հետո ստեղծելով եւս մի քանի գոլային պահեր եւ չօգտագործելով դրանք Յուվեն դադարեց հարձակվել։ Դադարեց ու խստագույնս պատժվեց։ Պաշտպանվել Բավարիայի հարձակումներից առանց հակագրողների համարժեք ինքնասպանության։ Գվարդիոլան գրագետ քայլ արեց խաղադաշտ դուրս բերելով Տիագոին ու Կինգսլի Կոմանին։ Հենց ֆրանսիացի վունդերկինդն էլ դարձավ խաղի իսկական հերոսը։ Բավարիան վերականգնեց հավասարությունը, իսկ ահալերացուցիչ ժամանակում գրավեց մրցակցի սահմանը։ Какой гол следующий, мы не считаем последним, да? Мы понимаем, что здесь может быть еще много голов, даже за 10 минут. Но вот контратака Баварии, Коман с мячом. Будет бить в дальний угол, какой удар! 4-2!
Անդրադառնալ ավարտված մրցաշրջանի լավագույն խաղերին ու անտեսել լոնդոնյան դերբին կարծում եմ սխալ կլինի։ Առավել ևս դերբի, որտեղ որոշվում էր թիմերից մեկի ճակատագիրը։ Ազնվականները մրցաշարային որևէ առաջադրանք չունեին, իսկ կհաշանաձկները չհաղթելու դեպքում կորստում էին չեմպիոն դառնալու բոլոր հույսերը։ Խաղը սպասվածից էլ ավելի դիտարժան ստացվեց։ Հյուսիս լոնդոնցիները առաջին կեսում 2 գնդակ խփեցին ու կարծես թե վճռեցին ամեն ինչ։ Սակայն Չելսին լրիվ այլ կարծիք ուներ։ Մի պահ խաղի լարվածությունը հասավ գագաթնակետին։ Երկրորդ կեսի մեկնարկում Գարի Քեհիլը Վիլիանի օգնությամբ մրցակցի առավելությունը հասցրեց նվազագույնի, իսկ ահա 83-րդ րոպեին իր գոյության մասին հիշեցրեց Էդեն Ազարը։ Good ball that, Diego Costa, lovely turn away from Alderweireld. It's Hazard! Oh, what a goal by Eden Hazard! A goal good enough to win a title, and it might have done just that. Լիվերպուլ Բորուսիա Դորտմունդ 90 րոպե տևողությամբ իդեալական ֆիլմ Յորգեն Կլոպի մասին։ Մերսիսայցիները խաղի մեկնարկը ուղղակի ձախողեցին, սեփական դարպասը ընդունելով 2 անպատասխան գնդակ։ Եթե հիշում եք, խաղի հաշիվը բացեց մեր Հենրիխ Մխիթարյանը։ Այս պարագայում ընդմիջումը Լիվերպուլի համար ուղղակի անհրաժեշտ էր։ Հանդերձրանում Կլոպը այնպես մոտիվացրեց իր սաներին, որ անգամ Մարկո Ռոյսի խփած գնդակը նրանց կամքը կոտրել չկարողացավ։ Ֆելիպե Կոուտինյո, Մամադու Սախո եւ իհարկե Դեյան Լովրեն։ Թե ինչ էր կատարվում Էնֆիլդում բացատրել հնարավոր չէ։ Daniel Sturridge. Milner. Can he tee up someone in red? In it goes towards Lovren. Oh, he's done it! Liverpool have come back from the dead. And Dejan Lovren with the vital goal for them. Ռեալ Մադրիդ Ատլետիկո Միլանյան եզրափակչում կար գրեթե ամեն ինչ։ Մարտավարական սխեմաներով պատված հարձակվողական ֆուտբոլ, արագություն, գեղեցկություն, նպատակին հասնելու անհավանական ցանկություն, չիրացրած 11 մետրանոց հարված, ուրախություն, տխրություն եւ ինչու՞ չէ արցունքներ։ Ատլետիկո, որը միշտ ստանում է հակաֆուտբոլ խաղալու մեղադրանքներ։ Սակայն Ատլետիկո, որը ուժեղ պրեսինգի շնորհիվ ստիպեց Ռեալին նահանջել։ Զինեդին Զիդան, ով որպես մարզիչ ոչնչից մի քանի ամսում ունեցավ ամեն ինչ։ Դիեգո Սիմեոնե, ով կարճ ասած ուղղակի հիացնում է, եւ Ռեալ Մադրիդ, որը 11-րդ անգամ նվաճեց Չեմպիոնների լիգայի գավաթը։ Ոմանց համար տոն, ոմանց համար էլ իսկական ողբերգություն։ Это Криштиану Роналду, удар, гол! Победа Реал Мадрид! Слезы были бы все равно у тех ли, у других ли, у своей трибуны. Может быть, она эта трибуна и решила, сердцами своими согрели. Диего Симеоне, его камера ловит первым. Он достоинства не уронит. Անհամբեր կսպասենք ձեր կարծիքներին ու առաջարկներին։ Այն մեզ համար անչափ կարևոր է։ Այնպես որ ակտիվ եղեք, բաժանորդագրվեք մեր ալիքին, չէ որ շուտով Ինտերֆուտբոլի թիմը կհասնի 2000-ի։ Թիմ, որի շնորհիվ մենք շարունակում ենք առաջ շարժվել։ Առողջ եղեք, կհանդիպենք։